Aram Gazmagirpichune, pour Marseille, que Aram France Association pour la recherche et l'archivage de la mémoire arménienne. Mer Gazmagirpichune, Chat Kabar, pour Aspes Ais Kempodoin, tout ça en test, la Rachinam comme Hayastan, que tout ça trevi, Yev Bakutian Tankaran, Yev Ais Mek Chat Hajeli Pepov Kersan Yasin Ashkhadil, en juste, je fais ceci qui me regarde Chamanakov, par exemple, Atikal Naber. Et vous remène Vernakirne, Seraspantian de la Blornerun, vous remène à Stutsantes Nevilvadze. Եվ ինչու համար այս ցուցածես մենք առաջին անգամ գազագերբած ենք Մարսեի, որովհետև այս կեմպ օդոն ինչու կեմպ օդոյի մասին կեմպեր կան շատ վերապրողներուն հայ վերապրողներուն կեմպեր շատ կան ուրեմն Լիբանան, տարբեր երկիրներ, նույնպես Եգիպտոս եւ Ֆրանսա եւ նույնպես Մարսեի մեջ շատ տարբեր կեմպեր եղած են Ինչու կեմպոդոյի մասին ավելի շատ ուսումնասիրություններ գնենք, որովհետև կեմպոդոն բացառիկ բան ունի, որ կեմպոդոն դոմարն ունի, որ այդ դոմարը տեր գա եւ մեր մոդ է, ուրեմն Արամ գազագերբության մոդ է, որովհետև այդ դոմարը ուրեմն բաղված է եւ մյուս դոմարները մյուս ուրիշ կեմպերում չեն բաղված Եվ այդ դոմարի մեջ կան այդ 5244 հայերուն, որ ապրած են այդ կեմպի մեջ։ Հիմա ես դներեք չեմ հետևիր այս նկարները նայի, բայց ուրեմն ամենքս կհիշենք, որ 1915-ին ցեղասպանությունը սկսավ, բայց շատ անգամ մեզի կհարցնեն ինչու, ուրեմն եթե 15-ին սկսավ, ինչու 1922-ին հասան հայերը Մարսեի։ Ուրեմն Մարսեյը մի օրինակ մնե, ինչու հասան, որովհետև ինչպես գիտեք, թե չարտերը եղան, թե հայերը քշվեցան մինչև անավարտներու ծայրերը Իրաք կամ Սուրիա եւ մինչև որ հետո 18-ին վերջ կարողանան կամաց փորձեն վերադառնալ իրենց քյուրերը, իրենց քաղաքները, ամեն այս ամիսներ եւ դարիներ դեպեց Եվ ինչպես գիտեք, կան որ թուրքական կառավարությունը օրենքներ հանածեր, որ անկարելի էր ծեր ունեցածների հետ առնեք կամ ծեր տուներուն մեջ ապրիկ, այդ loi de bien abandonné ֆրանսերենով, ուրեմն փորձեցին աբաստան գտնել, ինչպես գիտեք, ուրեմն Գիլիգիո մեջ կամ ուր որ կրնանին եւ կեմանական շարժումը, իրական շարժումը եւ շատ զորացավ եւ մանավանդ ուրեմն 22-ին եւ երբ Իզմիրի աղետը եղավ սեպտեմբեր 22-ին այնադեն այս հայերը այս վերաբերած հայերը որ արդեն շատ դժվար գացություններու մեջ էին հասկացան որ անկարելի դիրար իրենց համար իդ իրենց դուները երթալ եւ այս երկրի մեջ մնալ եւ ապրել որովհետեւ Իզմիրի մասին խոսենք բայց նաեւ Բորիսի մեջ Նաև նորեն ցուցակներ պատրաստված էին, որ հայերուն ցերպակալ են եւ նորեն ակսորեն։ Ուրեմն փորձեցին, ինչպես են, փորձեցին իրենց կյանքը ազատել եւ փորձեցին երթալ եւ կարողացան մի մեկ մասը կարողացան գալ Մարսեի դարբեր նավերով, ուրեմն այն նավերուն մեջ առաջինը Թուղվիլ նավն էր, որ եկավ Թուլոն եւ հետո Թուլոնեն, որ Մարսեի մոտ պստի կարակն է և Թուլոնեն եկան իրենց պերին Մարսեի։ Եվ հետո ուրիշ նավեր, Կալդա, Կանադա, Լամարտին, դարբեր նավեր եկան Մարսեի և սկսավ ուրեմն նավահանգիստը շատ հայեր հասնի և ուրեմն մարդիկ զարմացան, որ այսչակ մարդ մուկա։ Ով զարմացան հայեր, քանի հայեր, որ արդեն Մարսեի գաբրեին, անոնք ով էին, ուրեմն ասոնք կսեն 5 կարոտներ, ուրեմն քանի ընտանիք գրնալար մոտավորապես 400 հոգի, որ գաբրեին Մարսեի դարիների վեր, մեկ մասը ուրեմն Համիդյան չարտերեն վերջ եկած, ուրիշ մասը, որ արդեն Մարսեիին, վաճառականներ,
Marseille շատ գեսարացիներ կային, քանի որ գեսարացիները շատ քաչարական են, օրինակի համար Տեկեյան ընտանիքը, Վահան Տեկեյանի կուզենները ընտանիքը, նաև Վահան Տեկեյանը շատ անգամ միշտ կար Marseille, արամ մեր ֆոնդերում մեջ ունենք իրեն նկարները Marseille-ի տարբեր տեղերում մեջ, եւ մանավանդ մեկը որ շատ հետաքրքրական մեկն է Դիկրան Միրզայանցը, ուրեմն Միրզայանցը շուշեցի եւ իր հայրիկը Սիմոն Միրզայանցը եղած էր ուրեմն ներկայացուցիչը Բասկաստանի Մարսելի մեջ եւ ինքը Դիկրան Միրզայանցը ներկայացուցիչն է ուրեմն առաջին անկախ հանրապետության Հայաստանի եւ 22-ին Միրզայանցը կտեսնե որ ասչափ հայեր կհասնին եւ շատ դժվար վիճակի մեջ եւ ուրեմն իր միջոցներով շուտով գոքնե իրենց եւ ուրեմն իրենց գոքնե որ կարողանան ուրեմն մնալ ասենք արժան հերագործներու մեջ որ գտնվին Մարսելի գետրոնում ուրեմն նավահանգիստի մոտ եւ բայց այդ հյուրանոցներն ասենք արժանոց ասենք ոչ լոտ ինչպես կսեն հյուրանոցներ էին եւ ուրեմն գուզեին ուրիշ բամը գտնել եւ շատ մարդ կար դեռ չէր մնացած ուրեմն ինքը քանի որ ներկայացուցիչն էր եւ բավական մարդ գիտեր թիմում ըրավ ֆրանսական ուրեմն պետությունին գիտնալով որ կեմպ մգար զինվորական կեմպը Մարսելի մեջ որ գոչին կեմպ Օդո ուրեմն ինչու Օդո որովհետեւ այդ մարսելիացի բժիշկն էր որ երբ շատ կոլերայի շատ հիվանդություններ եղած էր շատ լավ նայած էր մարսելիացիներուն, ուրեմն իրանունը դված էին այդ պողոդային եւ այդ կեմպը կեմպ Օդո գսեին։ Ուրեմն այս զինվորական կեմպը 1914-18 անշուշտ զինվորներ կային, պատերազմը վերջացած ընկալով բարաբեր եւ թիմեց որ այդ կեմպը դրամատրվի հայերուն եւ ուրեմն ամեն հայ ընտանիք կվճարեր ամեն օր այսքան ֆրանկ որ կարողանա արվիխան։ Ուրեմն դեղափոխեցին սկիզբը 300 հոգի այդ բանտոկներեն կեմպի մեջ եւ սկսան գազմագերվել այդ կեմպի մեջ կային 40 հյուրակներ, դնակներ եւ այդ 40 հյուրակները 36-ը հայերուն դրամատրվեցան 34 հայերուն 6-ը ասորիներուն որտեղ շատ ասորի կախտականներ ալային հետաքրքրական է որովհետեւ հայերը գազմագերված են, ասենք nearest relief չէ կամ օդար միություններ չեն, այս հայերը իրենք գազմագերվեցին, ուրեմն դոնորեն տվին այս կեմպին բարոն Թակվոր Խաչիկյանը, որ ինքը հայ լեգիոնարան էր, որ վիրավորված էր պատերազմի ընթացքին եւ ուրեմն բարոն Խաչիկյանը եղավ դոնորենը եւ իր հետ կար իբրև կարդուղար Բարոն Ալեքսանդր Արաբաջյանը, որ ինքն Իզմիրեն եկած էր եւ շատ լավ ֆրանսերեն գիտեր, եւ ինքն է որ այդ դետրակը դոմարը բախեց, որ մեդալներ տեսնեք եւ որնակ տեսնեք ցուցահանդեսի մեջ եւ ուրեմն ինքը բախեց, ինչպես կլավ, ուրեմն իրենք գկրեին անունը այդ անձին որ եկած է եւ ուր տեղացի է, օրինակի համար սերուդարիկը ինչ կներ եւ ոչ շատ մնա եւ հետո ուր գերտալ ուրեմն այս դեդրակը շատ հետաքրքրական է որովհետեւ երբ ուսումնասիրեն շատ տեղեկություններ ունենանք եւ ինչու շատ հետաքրքրական է որովհետեւ հիմա մենք նաեւ գրծանք գտնել իրենց տորները, ձորերը եւ տեղեկություններ գտնել եւ այդպես է որ մենք գնանք հավաքել անստատուկներ կամ նկարներ կամ այդպես Պնդրելով իրենց եւ մարդիկ շատ կուկան մեզ մոտ, ոնց կտեսնենք պարոն Միրզայանցը, Տիգրան Միրզայանցը, ինչպես հոսե եւ ինչպես կուկա, ոնց Թակվոր Խաչիկյանը եւ Ալեքսանդր Արաբաջյանն են, ուրեմն դունորենը եւ կարդուղարը։ Ուրեմն նաեւ շատ ասպես լուրջ գազագերություն ունեին եւ կամաց մարդիկ սկսան գալ անշուշտ պետք է գազել որ միջոցները շատ լավ էին, որովհետև շատ աղքատիկ էր եւ իրենք բզիկ ասպես տարածք մորալ իրենց ընտանիքի համար եւ մեկ ընտանիք մյուս ընտանիքեն ասենք սավալով բաժնված էին պարզապես եւ
բայց դպրոցը ուրեմն իրենց մտահոգությունն էր ինչն ենք ամենաշուտ ուզեցին դպրոց ունենալ որ բզիկներուն կարողանան դպրոց դնել հայերեն զորվեցնել որ իրենց մտահոգությունն էր հայերեն չմոռնալ եւ երկիրը չմոռնալ անորամար ոսկ տեսնեք այս դպրոցականներն են ասում դպրոցի դպրոցը արարա անունով դպրոցներ ուրեմն նավատայի դարարա եւ ուրեմն այսպես կարողացան գամած կազմակերպել հիմա ուշադրություն դնեին նաեւ բժշկական պայմաններում ինչպես են ուրեմն կապվեցան բժշկի հետ որ հիվանդանոցի ծանոթ բժիշկներ դոկտոր Տրաբյուկ ինքը գուկար եւ գնայր հիվանդներուն կեմպի հիվանդներուն եւ երկու հայ բժիշկներ Սեմերջյան եւ Ռակեջյան որոնց ընտանիքները դեր Մարսեյ են իրենք ալուկային եւ գնային նաեւ փոքրիկ տեղարաններ ունեին որով զբաղվել Տոմաս Մելիվիչյան որոնք իսմերցիններ այս անունները գտան որտեղ մեզի համար կարևոր է միշտ անունները դա անունները չմոռնալ ինչպես միշտ գիշենք ինչպես գիտեք ինչպես հուշարձանը որ Թեոդիկ Ռաձեր այդ ապրիլ 24-ի զոհերուն որ դարած էին թուրքերը ինչպես անունները գրեց եւ իրենց կենսակերպին որովհետեւ Վատիկա շատ միշտ շատ կարևոր է որովհետեւ եթե ասենք այո ասչակ միլիոն զոհեր եղան բայց շատ ավելի կարևոր է դերևս իմանալ որ այսինչ անունով մեկ կար եւ այսպես ինքն է որ ինքն նաեւ զոհ եղավ կամ այս մարդն է որ եկավ եւ ուրեմն իրենք շատ ճանք տապեցին որ օգնեն ուրեմն միայն Միրզայանցը չէր իր հետ ուրիշ ընտանիքներ, Սենյանները, Տեկեյանները, ամենքը շուտով հայկական միությունը կազմեցին օգնության համար ուրեմն եւ սկսան օգնել ուրեմն այս վերաբերած կարտագաններին ոսկե տեսնեք նկարներ ուրեմն անոնք որոնք հասան մեծ ամասնությունը թուղթ չունեին կամ երբ թուղթ ունեին թուղթը որոնց վրա ուրեմն թուրքական կառավարությունը գրած էր արխիվված է վերադառնալ il ne peut pas retourner այդ թուղթը ունեին որ շատ կարևոր թուղթեր են անում ուրեմն այնպես կհասկանան որ իրենք ապատրիդ եղած էին ինչպես կսեն ուրեմն իրենց երկիրեն վրընդված էին եւ ոչ մի ինքնություն չունեին ուրեմն իրենց սկսեին որ ուրեմն կացեք մեկ հատ դգարներեք նայեցեք ne peut pas retourner արխիվված չի գնալ վերադառնալ արխիվված է վերադառնալ ուրեմն շատերը ունին այսպես թուղթեր որ կրնակ տեսնալ տանտեսի մեջ Հետո ուրեմն նաև ուրիշ ամերին կարտագաններուն օգնելու իրենք այս 5 ամուտը ուներ փոքրիկ մադուրմը Մարսեյի գետրոնը բայց շատ փոքրիկ բայց իսին կացեք նկար մարեք քաղաքը եւ հետո այդ նկարով եկեք մեզ մոտ եւ իրենց սադին համեմատ քրեցին որ ես այսինչ դերը ծնած եմ նույնական ես 7 գալ ծնած եմ ասինչ անունս եւ մգրդված եմ հայ եմ ուրեմն իրենց համար այդ թուղթը գնեին որ կոնե թուղթ ունենան եւ որովհետեւ հետո այդ թուղթը ունենալով ինքնություն ունեին եւ եթե հետո պիտի երթային աշխատեին պիտի կարողանային երթալ ֆրանսական ուրեմն գրասենյակներուն մոտ եւ կարողանային թուղթ մոդել եւ քանի որ իրենց մեջ մեծամասնությունն ալ ֆրանսերեն չէր գիտեր նաեւ Զեդեղմանն ալ գրասենյակ մոպացին Պետրոս Սամարյան անունով մեկն էր որ ֆրանսերեն լավ գիտեր ինքը զբաղվեր իրենց թուղթերը պատրաստելու որ իրենց օգներ որ երթան կարողանան գործ գտնել գիտեք որ քանի որ 22-ին հետ պատերազմյան դարիներն են Ֆրանսա շատ մարդ մեռած էր պատերազմի ընթացքին ուրեմն գործարաններում մեջ գործավորի պետք ունեին եւ նաեւ նավահանգիստը ուրեմն հայերը Գերտային եւ միայն հայերը չէ անշուշտ ուրիշ իդալացի, իսպանացի ուրիշներ ալգերտային աշխատելու այդ իրենք ուրեմն կեմպ գաբրեին եւ այսպես է ասիլա դեպքում հագակակիցն է եւ կեմպ գաբրեին եւ գերտային դուրսը աշխատելու 12